Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում։ Այս թողարկման ընթացքում դիտեք։ Վարչապետն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները եկեղեցու բարենորոգման ծրագիր են ստորագրել։ Մայրաթոռը սահմանադրության խախտման մասին է հայտարարում։ Ձևավորել միասնական Մարուքյանը ընդդիմադիրներին եկեղեցու պաշտպանության միասնական հարթակ ձևավորելու կոչ է անում։ Ով կմիանա։ Հնարավոր չեմ համարում Հայաստանում առկա օբյեկտիվ, սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներով։ Երևանը ստացել է Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Եվս քանի տարի կպահանջվի, որ հայաստանցիները առանց վիզա ճամփորդեն Եվրոպայով։ Ժամկետ թույլ տվեք չնշել։ Նային այսօր ենք ստացել, այո, այսօր ուսումնասիրում ենք տնօրինության հետ։ Մինչ բուժհաստատություններում հայտարարում են ամբողջությամբ դեռ պատրաստ չեն մեծածավալ փոփոխություններին։ Կառավարությունը պնդում է առողջապահության ապահովագրության համակարգը լիարժեք ներդրված է։ Ադրբեջանն այս տարի ավելի քան 5 միլիարդ դոլար է հատկացրել պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը։ Միացյալ Նահանգների կողմից ձերբակալված Վենեսուելայի նախագահին 4 մեղադրանք է առաջադրվել։ Նա այսօր Նյու Յորքի դատարանի առաջ կկանգնի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարին սկսեց առաքելական եկեղեցու բարենորոգման ծրագիր հրապարակելով։ Նրան այդ գործում միացել են կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները։ Այդ հայտարարությունից պարզ է դառնում այլ բարձրաստիճան հոգևորականներ համենայն դեպս հրապարակային չեն միացել վարչապետի հակակաթողիկոսական արշավին, իսկ ինքը որպես Հայաստանի վարչապետ է դրել իր ստորագրությունը տեքստի տակ, ոչ թե որպես շարքային հայ քրիստոնյա։ Կաթողիկոսի հեռացման պահանջը ինքն ու իր թիմակիցները բացառապես որպես հայ մտահոգ քրիստոնյայի անհանգստություն էին ներկայացնում, երբ ընդդիմախոսները սահմանադրությունն ու օրենքներն էին ցիտում, թե պետությունը չի կարող միջամտել եկեղեցու գործերին։ Նիկոլ Փաշինյանը թեժացնում է եկեղեցական օրակարգը։ Երեկոյան նա իր առանձնատնից տեսանյութ է հրապարակել կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսներից 8-ի հետ։ Արդեն մի քանի ժամ քննարկել եւ համաձայնեցրել ենք։ Հայտարարության տեքստում նորություն չկա, այն է ինչ ավելի քան 7 ամիս բարձրաձայնում են Փաշինյանն ու թիմակիցները ամենատարբեր ամբիոններից։ Կաթողիկոսն ու իր շրջապատը հոգևոր կյանքը խաթարում են, այլասերված բարքեր են, եկեղեցին ներքաշել են քաղաքականության մեջ, օտար շահեր են սպասարկում։ Նոր չէ նաև հակակաթողիկոսական թիմի ճանապարհային քարտեզը, վեհափառը հեռանում է, տեղապահ են տրվում, նոր կանոնադրություն, ապա կաթողիկոսի ընտրություն։ Նորությունն այս ամենում հայտարարության տակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրան միացած եպիսկոպոսների ստորագրությունն է։ Փաշինյանից հետո ընդարձակ սրահի միակ աթոռին մռայլ դեմքերով են մոտենում եպիսկոպոսները, ստորագրում ու շատ արագ բաժանվում աթոռից, հայտարարության տեքստից ու գրիչից, զվարթ է թվում միայն վարչապետը։ Եվ խնդրում եմ արարողությունը եզրափակել կապitol, ինչպես կարգն է։ Նիկոլ Փաշինյանի ստորագրության կողքին գրված է վարչապետ, ոչ թե հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Ես գործում եմ առաջին հերթին որպես հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ։ Որ որպես ջերմեռանդ հավատացյալ է ուզում եկեղեցին նորոգել, Փաշինյանը գրեթե ամենօրյա ռեժիմով էր պնդում, ի պատասխան այն հարցադրումների, որ սահմանադրությամբ պետությունն ու եկեղեցին անջատ են, ներեկեղեցական գործերի մեջ պետության ղեկավարը խառնվելու իրավունք չունի։ Ինչ է հետևելու այս ստորագրված հայտարարությանը։ Փաշինյանն այսօր ու վաղը հոգևոր ծեսերի է մասնակցելու եւ նաեւ մարդկանց կանչում է ուխտերթի, մանրամասնելով Երևանի մայր եկեղեցու հասցեն։ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մար եկեղեցու բակից եկեղեցին գտնվում է Երևանի Տիգրան Մեծ պողոտայում։ Հիսուսի Սուրբ Ծնունդը նշանավորելը ուխտերթի միակ նպատակը չի լինի, ըստ Փաշինյանի սրանով երթի մասնակիցները կաջակցեն եկեղեցու նորոգման օրակարգին։ Այս երթով մենք պետք է արտահայտենք մեր վերաբերմունքը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի եւ նրա մերձավոր շրջապատի կողմից հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին որպես հիբրիդային պայքարի գործիք օտար ուժերի Հայաստանի Հանրապետության, նրա անկախության, ինքնիշխանության եւ պետականության դեմ օգտագործելու գործելակերպի կապակցությամբ
Եթե ես եմ գլխավորելու շատ կարևոր է, հույս ունեմ կգաք, վարչապետը, որ մի անգամ արդեն արտահայտել էր զարմանքը, թե ինչու հանրությունն անտարբեր է կաթողիկոսին գահից իջեցնելու իր օրակարգի հանդեպ, այժմ բազմամարդ երթի հույս ունի։ Իհարկե ցուրտ է լինելու եւ խնդրում եմ նախ մասնակցել, երկրորդը տաքակնվել։ Վարչապետի ու իրեն միացած եպիսկոպոսների ստորագրած հայտարարությանն անդրադարձել է Մայրաթոռը, այստեղ էլ նորություն չկա։ Եկեղեցու ներքին կյանքի կանոնակարգման եւ բարենորոգման պատրվակով Հայաստանի կառավարության ղեկավարի ձեռնարկած գործողություններն ուղղակիորեն ոտնահարում են սահմանադրությունը, խախտում թե միջազգայինորեն, թե Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված եկեղեցու իրավունքները։ Էջմիածնից դատապարտում են հակաեկեղեցական գործընթացների մեջ եպիսկոպոսների ներգրավումը, քահանայական դասի նկատմամբ ճնշումները, հիշեցնում, որ եկեղեցական կյանքին առնչվող հարցերը բացառապես եկեղեցում են քննարկվում։ Տարակուսելի է, որ հիշյալ 10 եպիսկոպոսներն առ այսօր որևէ կերպ չեն արձագանքել Մայրաթոռից իրենց ուղղված կոչերին ու հրավերներին, շարունակում են խուսափել իրենց ուզող հարցերի շուրջ ամենայն հայոց հայրապետի եւ Գերագույն հոգեվոր խորհրդի հետ հանդիպումներից ու քննարկումներից։ Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ Փաշինյանի հռչակած եկեղեցու նորոգման արդեն փաստաթղթավորվող գործընթացը ընդդիմադիր շրջանակներն են քննադատում, սահմանադրության խախտում ու եկեղեցու քանդում են որակում։ Կարծում են Փաշինյանի հակակաթողիկոսական օրակարգը ժողովրդական աջակցություն չի ստանում, 10 եպիսկոպոսների ու մի քանի քահանաների թիվը անգամ չի ավելանում, նույնիսկ ուժայիններին չի հաջողվում ստիպել քահանաներին շրջանցել կաթողիկոսի անունը։ Նա ոչ միայն տեղում է, այլև ամանորյա ուղերձում դարձյալ հասկացրեց, հեռանալու միտք չունի։ Այսօր ընդդեմ եկեղեցու կատարվող պարակտիչ գործողությունները, որ արդարորեն առաջ են բերում մեր հավատավոր զավակների ընդվզումը հայրենիքում եւ սփյուռքում, չունեն որևէ արդարացում եւ չեն ունենա շահեկան արդյունք։ Այս ժամերին ջրագալույցի սուրբ պատարագներ են բոլոր եկեղեցիներում։ Էջմիածնի մայր տաճարում է ամենայն հայոց կաթողիկոսը։ Այստեղ հավաքվածներին օրհնելով նա հասավ խորանի մոտ։ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում է պատարագի մասնակցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի թիմակիցների հետ։ Ջրագալույցի Սուրբ պատարագի ընթացքում է հնչում ամենակարևոր լուրը՝ Քրիստոսը ծնվեց եւ հայտնվեց։ Եկեղեցին նորոգել շտապող վարչապետը այս հարցում էր շտապել ու այսօր բարի լուրի ավետիսը սոցցանցի իր էջում մի քիչ շուտ տարածեց։ Բնականաբար սաղմոս էր, այս անգամ զրպարտողների պատիժը խորագրով։ Թշնամու սարսափից փրկիր ինձ, թաքցրու ինձ չարագործների ամբոխից եւ անօրենություն գործողների բազմությունից։ Փաշինյանի հրապարակած պլանից հետո նոր առաջարկ հնչեց միասնական բևեռով մասնակցել ընտրությանը, օրակարգը եկեղեցու եւ պետության պաշտպանությունը դարձնելով։ Մի քանի ժամ առաջ հնչած այս գաղափարին տեսնենք ինչպես են արձագանքում ընդդիմադիրները։ Բոլոր իմ ընդդիմադիր գործընկերներին, անկախ բոլոր տեսակի տարաձայնությունից կոչ եմ անում ձևավորել միասնական հարթակ եւ այդ հարթակի թիվ 1 խնդիր է դնել մեր պետության, մեր եկեղեցու եւ մեր ինքնության պաշտպանություն։ Քաղաքական ուժերից տարին առաջարկով է սկսում Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավարը Էդմոն Մարուքյանն ընդդիմադիրներին առաջարկում է մեկ միասնական բևեռով մասնակցել համապետական ընտրություններին։ Մարուքյանի կարծիքով Մայրաթոռի դեմ Փաշինյանի պայքարը ընդդիմադիրներին համախմբող մարտահրավեր է։ Ըստ էության ինքը այս գործողություններով նվեր է անում Հայաստանի Հանրապետության քաղաքական ընդդիմությանը, բոլոր նրանց, ովքեր հասկանում են քաղաքականությունը, ինչ է, եւ այլևս հարց հրճակում որպես ընտրություններին սպասվող թիվ 1 հարց։ Իշխող թիմի հետ նախկինում համագործակցած Մարուքյանը վստահ է Փաշինյանի իշխանությունը տապալելու ողջամի ճանապարհը մեկ ուժեղ ու ընդլայնված դաշինքն է։ Մարուքյանը, որ կտրուկ էր նախկին իշխանությունների հետ համագործակցելու հարցում, հիմա ահազանգում է պետությունն ու հայ ժողովրդի ինքնությունը վտանգված են։ Պետք է վեր մնալ տարաձայնություններից ու միավորվել։ Փաշինյանը ընտրություններից առաջ հրճակել է քաղաքական թիվ 1 թեմա, այդ թեման դարձել է քաղաքական եւ ասում է քաղաքական ընդդիմություն, հավաքեք, եկեք ինձ հանեք։ Հիմա հույսը ինչի վրա է դրել, որ քաղաքական ընդդիմությունը բոլորը չպետք է հասկանան այդ process-ը եւ չփորձեն որևէ բան անել, որ իրան հեռացնեն ընտրությունների միջոցով։ Ինչի վրա է հույսը դրել։ Մարդը սխալը արել է, մեծագույն, մեծ սխալը, քաղաքական սխալն արել։ Մինչև հիմա ինչ անում էր, մեղքեր սխալ էր, հիմա քաղաքական սխալն արել։ Ինքը իր էլեկտորալ բազային հարվածում է եւ նաեւ
կոնսոլիդացնում է հակառակ էլեկտորալ բազան։ Իդեալական տարբերակ կլիներ, որ մեկ միասնական ընդդիմադիր բևեռ ձևավորվեր, բայց դա ես հնարավոր չեմ համարում Հայաստանում արկա օբյեկտիվ սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներով։ Ընդդիմադիրներից Մարուքյանին արձագանքում է դեմոկրատական այլընտրանք կուսակցության առաջնորդը Սուրեն Սուրենյանցը, որ ընդդիմադիր դաշտում պայքարի տասնամյակների փորձ ունի, միասնական ցուցակը իրատեսական չի համարում։ Ընդդիմությունի տարբերություն իշխանության ամեն դեպքում բուրգ չի, որտեղ լինի միասնական կենտրոն, ինչ-որ ինստիտուցիոնալ կառավարմամբ բոլոր ընդդիմադիր սեգմենտների այդ կենտրոնին ենթարկվեն, այսինքն իշխանության տրամաբանությունից եւ վերտիկալից շատ տարբեր ընդդիմությունը։ Սա մեկ։ Երկրորդը, որպիսի նման բան լիներ, ընդդիմադիր դաշտում առնվազն մի գործիչ կամ լիդերների մի ինստիտուտ պիտի վարկանիշով մյուսներից փոխված լիներ, կոնսոլիդացիոն մեծ ռեսուրսով եւ պոտենցիալով, մենք այդ երկրորդ գործոններ չունենք։ Միասնական ընդդիմության թեզը գրավիչ է, բայց դա խմորել ու դարձնել նախընտրական օրակարգ Սուրենյանի կարծիքով ճիշտ չէ։ Մարդկանց մոտ սպասումներ կձևավորվեն ու ձախողվելու դեպքում, որ շատ հավանական է, մեծ հիասթափություն կլինի։ Ձեզ տեսնում են, որ ձևավորվելու են ընդդիմադիր 4-5 կոնսոլիդացիոն կենտրոններ, հիմա կոռեկտ չի, որ ես մյուսների անունները նշեմ, բոլոր սոցիոլոգիական հարցումներով այդ 4-5 ուժերը երևում են, իրանք կարևոր է, որ ներդաշնակ վարքագիծ ունենան, թե չէ միասնական ընդդիմություն որպես այդպիսին մեկ ցուցակ, մեկ լիդերով ձևավորվել չի կարող։ Սուրեն Սուրենյանցը նախկինում համագործակցել է գործարար Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժի հետ։ Այս անգամ Ծառուկյանն ընտրություններին կմասնակցի առաջարկ Հայաստանին ծրագրով։ Հիմա էլ դեմոկրատական այլընտրանքը բանակցում է, բայց դեռ ասում է վերջնական չէ։ Դաշինք կկազմեն թե ոչ, ու այդ հնարավոր դաշինքում էլ ինչ ուժեր կլինեն։ Դրանց քննարկման ժամանակ կա, ոնվար Պետրվար ամիսներն են, տակավին ժամանակը չի եկել դրա։ Դաշինքով ընտրություններին մասնակցելու մասին էլի ուժեր են խոսել, բայց մեկ միասնական ճակատի մասին առաջարկ չի եղել։ Նախկին նախագահներից Ռոբերտ Քոչարյանն էլ դեռ չի հստակեցրել ինչպես է մասնակցելու։ Դարձյալ իր գլխավորած Հայաստան դաշինքով թե ուրիշ ուժերի կմիանա։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ընտրություններին մասնակցելու մասին անգամ չի հայտարարել։ Առաջին նախագահն իր առաջնորդած կոնգրեսի ցուցակը չի գլխավորի։ Լևոն Զուրաբյանն է ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն, բայց այստեղ էլ այլ ուժերի հետ բանակցությունները շարունակվում են ու դաշինք չի բացառվում։ Բայց ես կարծում եմ, որ կան, այսպես ասեմ, ավելի կարևոր ուժեր, ում հետ արժի լրջորեն բանակցել։ Նախորդ ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի միացած դաշնակցությունը այս անգամ ինչ է անելու։ Համաձայն են, որ մեկ միասնական ցուցակով մասնակցեն։ Պատգամավոր Գեղամանուկյանն ասաց, որոշում դեռ չունեն։ Նոր առաջնորդների ժամանակն է։ Քաղաքական ուժերի հետ բանակցությունները շարունակում է նաև Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած շարժումը, մեր ձևովը։ Նախկին նախագահների առաջնորդությանը դեմ են, բայց նրանց թիմակիցների, ինչպես իրենք են ձևակերպել, մաքուր ձեռքերով թեկնածուների հետ համագործակցությանը ոչ։ Ընտրություններին խոստանում են մասնակցել բոլորի համար ընդունելի առաջնորդով։ Վարչապետի թեկնածուի անունը մենք հրապարակենք տարվա սկզբին քաղաքական ուժի ստեղծման համագումարի ժամանակ։ Տեսա քպանի այդ ֆեյքերի ֆաբրիկան են զավոդը, հեսա խոդա տալու ոնց։ Հայկը ախր Քոչարյանի հետ է հանդիպել, իրար հետ են պայմանավորվել, Ռուսաստանի շպիոննա, տանշը չէ բանը, Չեխիայի շպիոննա, սաղ տներ ընդեղա։ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն էլ է հայտարարել ընտրություններին մասնակցելու մասին։ Այստեղ էլ դեռ քննարկումներ են։ 2026 թվականի կարևորագույն իրադարձությունը սակայն ազգային ժողովի հունիսին կայանալիք հերթական ընտրություններն են։ Ընտրություններին մասնակցող ուժերից միայն իշխող ԿՊ-ի ծրագիրն է հստակ։ Մասնակցելու են միայնակ ու Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ։ Ընդդիմադիր թևում նախընտրական քննարկումները կակտիվանան հունվարի կեսից։ Քաղաքական ուժերից այսօր հրաժարվում էին ավելի մանրամասն խոսել։ Մեկ շաբաթից պարզ կդառնա դատարանն ինչ որոշում կկայացնի Արշակ arczepiskopոսն Ազատ կարձակվի, թե կշարունակի մնալ կալանքի տակ։ Նաև իշխանության քննադատության թիրախում էր ոչ պակաս Փաշինյանին եւ նրա թիմին սրբազաններ քննադատում, վարչապետի հրաժարական պահանջում։ Կաթողիկոսի աջակից arczepiskopոսը 1 ամիս առաջ կալանավորվեց 2018-ին մի քաղաքացու պայուսակում թմրամիջոց դնելու մեղադրանքով։
Վերաքննիչ դատարանն այսօր անսպասելի հետաձգեց վճռի հրապարակումը, որից պարզ կդառնար Մայրաթորի առանցքային հոգևորականներից մեկը դիվանապետը կշարունակի մնալ բանտում, թե ազատ կարձակվի։ Որոշումը սպասվում էր այսօր երեկոյան, բայց նրա երկամսյա կալանքը բողոքարկած փաստաբաններին դատարանից տեղեկացրել են հետաձգման մասին։ Պատճառը չի հանրայնացվել։ Այն կհրապարակվի հունվարի 12-ին գրավոր։ Սրբազանների պարագայում եւ Բագրատ Սրբազանի եւ Արշակ Սրբազանի եւ Միքայել Սրբազանի եւ Մկրտիչ Սրբազանի պարագայում սա քաղաքական պատվեր եւ քաղաքական խնդիր է, որ իրենք լինեն անազատության մեջ, որպիսի այն գործընթացը, այն գործողությունները, որ այսօր իրականացվում է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի եւ տիրադավների կողմից հաջողվի կատարածելու։ Արշակարքեպիսկոպոս Խաչատրյանին քննչականը 1 ամիս առաջ ձերբակալեց, ապա մեղադրանք առաջադրեց 7 տարի առաջ ուրիշի պայուսակի մեջ թմրամիջոց գցելու համար։ Սրբազանը մեղքը չի ընդունում։ Փաստաբան Սերգեյ Հարությունյանի խոսքով մեծ հույսեր վերաքննիչից չունեն։ Ներկայիս երկրում ստեղծված իրավիճակը հաշվի առնելով եւ դատական իշխանության համակարգը հաշվի առնելով, ինչպես նաև թե ում է մակագրվել, անկեղծ ասած հույս չկա։ Մայիսից կաթողիկոսի հետ միասին վարչապետ Փաշինյանի թիրախում հայտնված արշակարքեպիսկոպոս Խաչատրյանը ըստ քննչականի 2018 թվականին կաթողիկոսի հրաժարականը պահանջող Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժման ակցիայի ժամանակ դիվանատան ընդունարանում կախված պայուսակի մեջ մարիխուանա տեսակի թմրամիջոց գցելու ցուցում էր տվել։ Կարող են իմ հետևից էլ գալ, իմ առաջից էլ գալ, որևէ ձևով կաշկանդված չեմ։ Ես որևէ խնդիր չեմ տեսնում, կարծում եմ ես ոչ այն տարիքում եմ, ոչ էլ այն վիճակում եմ, որ որևէ քայլ կատարելուց առաջ հնարավոր հետևանքների մասին չպատկերացնեմ։ Քննչականը 7 տարվա վաղեմության այս գործն ակտիվացրեց Մայրաթորի դիվանապետի այս հայտարարությունից 3 օր անց։ Արշակարքեպիսկոպոսի փաստաբանները հերքում են մեղադրանքը։ Ընդհանրապես ապացույցներ չկան, ավելին այն մեղադրանքը, որ առաջադրվել է Արշակ Սրբազանին, ընդհանրապես անունը փոխելով յուրաքանչյուրին կարող էին առաջադրել, որովհետև իր կապը այդ դեպքի հետ նույն ձև կարող էին հիմնավորել ուրիշի կապը, այդքան մերկ եւ դատարկ քրեական գործ է։ Եթե բարձրաստիճան հոգևորականին վերագրվող թմրամիջոցի իրացման գործի քննությունը մոտենում է ավարտին, նույն արագությամբ չի քննվում Արշակ Սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութի գործը։ Սրբազան գնաշարունակիր քերուտ կնգանդոմփել։ Ամիսներ առաջ վարչապետ Փաշինյանը նման մի գրառում էր արել, ինչից հետո համացանցում հայտնվել էր մի ինտիմ տեսանյութ, որը վերագրվեց Արշակ Սրբազանին։ Բարձրաստիճան հոգևորականը շտապեց հերքել, ես չեմ կադրերում, ասաց, չի խախտվել իր անձնական կյանքի գաղտնիությունը, բայց քննչականը քրեական գործ հարուցեց հենց այդ հոդվածով ու մինչև հիմա էլ փորձում է պարզել հենց այդ հարցը, սակայն փաստաբանները շարունակում են պնդել, իրավապահները պետք է բացահայտեն ու պատասխանատվության ենթարկեն կեղծ տեսանյութի հեղինակներին։ Արշակ Սրբազանը մյուս ահաբեկչության նախապատրաստության համար մեղադրվող Բագրատ Սրբազանի հետ պահվում է ազգային անվտանգության ծառայության շենքի բանտում։ 2025 թվականը եղավ հալածանքների եւ փորձությունների մի ժամանակահատված, որի գնահատականը պատմությունն ու սերունդները դեռևս կտան, սակայն մեզ համար այն դարձավ ել ավելի հաստատվելու, զորանալու եւ հաստատակամ դառնալու կյանքի հանգրվան։ Ընդգծել են նրանք այսօր տարածած հայտարարության մեջ։ Արշակ եւ Բագրատ Սրբազաններից բացի բանտում են նաեւ Շիրակի եւ Արագածոտնի թեմերի առաջնորդները։ Այլ թեմաների մասին վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին իշխանությունից լավատեսական կանխատեսումներ էին հնչում, թե 2-3 տարում գործընթացը կավարտեն։ Տարիուկես նահա անցել է Երևանը նոր ստացել է Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, որը ավելի քան 70 կետանոց է։ Ուստի ինչքան դեռ հայաստանցիները պետք է բախվեն եվրոպական երկրների դեսպանատների հերթերին եւ բարդ բյուրոկրատիային։ Եվրամիության վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկից շուրջ 1.5 տարի անց Երևանում դեռ դժվարանում են անգամ մոտավոր ժամկետ ասել։ Վերջապես երբ հայաստանցիները կազատվեն վիզայի թղթաբանական քաշքշուկներից, ամիսների հերթերից ու ծախսերից։ Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը սակայն աշխատանքի տեմպից գոհ է։ Հայաստանն արդեն ստացել է գործողությունների ծրագիր։ Բավականին ակտիվ աշխատանքներ են իրականացվում։ Գիտեք, որ մենք գործողությունների ծրագիրը ստացանք երկխոսության մեկնարկից
մեկնարկից 1 տարի անց դա բավականին լավ տեմպի մասին է խոսում։ Հիմա մեր ջանքերից է կախված, թե ինչ արագությամբ մենք կարողանանք իրականացնել այն բոլոր բարեփոխումները, որոնք նախանշված են վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում։ Մոտավորապես քանի տարվա մասին է խոսքը, պարոն Ղազարյան։ Այս ժամկետ թույլ տվեք չնշել, հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչքան համապարփակ են բարեփոխումները, պետք է դրանք բոլորն էլ իրականացվեն։ Իշխանությունների սեղանին դրված 74 կետանոց ծրագիրը ներառում է բարեփոխումներ կենսաչափական անձնագրերի ներդրումից մինչև սահմանների եւ միգրացիայի համալիր կառավարում, նաեւ ներքին ժողովրդավարական ռեֆորմներ, կոռուպցիայի դեմ պայքար, խտրականության բացառում, հանրային անվտանգություն։ Նույնիսկ ազատականացման երկխոսությունից դուրս այնպիսի բարեփոխումներ են նախանշված, որ Հայաստանի դիմակայունության, Հայաստանի բարեփոխումների օրակարգի համար խիստ կարևոր են։ Դրա համար մենք չենք զոհի որակը զուտ ժամանակի համար, բայց վստահեցնում եմ, որ իրականացնենք որակյալ բարեփոխումներ հնարավորինս արագ տեմպերով։ Հայաստանը մեկ անգամ տապալել է բիոմետրիկ կենսաչափական անձնագրերի ներդրումը։ 2017-ին ավարտվեց դրանք սպասարկող լեհական ընկերության հետ պայմանագիրը։ Պարզվեց այդ անձնագրերը չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։ Թվում է, թե Հայաստանում ներդրված էր եւ նույնականացման քարտերի համակարգ եւ բիոմետրիկ անձնագրերի համակարգ, բայց ըստ էության մեր ունեցած նախկինում համակարգերը ժամանակակից պայմաններում այլևս ոչ միայն մրցունակ չեն, այլև գործունակ էլ չէ։ Հիմա գործարկվելու են կենսաչափական նոր անձնագրեր, դա Եվրամիության հետ վիզաների ազատականացման գլխավոր պայմաններից է։ Ըստ նոր ժամանակացույցի հայաստանցիները ժամանակակից անձնագրեր կսկսեն ստանալ այս տարվա կեսից։ Ներքին գործերի փոխնախարարը համոզված է այս անգամ ամեն ինչ հարթ կընթանա։ Արդյոք սահմանների համալիր կառավարման Եվրամիության մոդելին անցնելու համար խոչընդոտ չէ Հայաստանի սահմաններին ռուսների ներկայությունը։ Բրյուսելում չունեն մտավախություն, որ միասնական տվյալները նաև Մոսկվա կհասնեն։ Մեր խոսակցություններում Եվրոպական միության գործընկերների հետ շեշտադրումները հետևյալն են։ Պետք է ունենալ սահմանների համալիր կառավարման համակարգ, որը իրենից ենթադրում է ինչպես ֆիզիկական ենթակառուցվածքների բարելավում, տվյալների համակարգերի ամրապնդում, համապատասխան կարողությունների զարգացում, ուրեմն աշխատակիցների շրջանում, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցություն։ Եվ այդ ճանապարհին ռուսների ներկայությունը խնդիր չէ։ Կարևոր է ունենալ այդ սահմանների համալիր կառավարումը։ Մենք Եվրոպական միության գործընկերներից ստացել ենք այդ ազդակը։ Այդուհանդերձ անգամ բոլոր բարեփոխումներն արագ ավարտին հասցնելու դեպքում վիզաների ազատականացումը դեռ երաշխավորված չէ։ Եվրոպական միությունը նաև քաղաքական բաղադրիչ է տեսնում այստեղ։ Օրինակ հիմա Վրաստանին սպառնում են զրկել ազատ վիզային ռեժիմից ժողովրդավարական հետընթացի պատճառով։ Բացի այդ, միության անդամ 27 երկրները պետք է կանաչ լույս վառեն, իսկ Երևանի հետ որևէ խնդրի դեպքում առնվազն կարող են ձգձգել գործընթացը, ինչպես դա անում էր օրինակ Հունգարիան Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրո օժանդակություն տրամադրելիս։ Առնվազն այն տրամադրվածությունը, որը մենք տեսնում ենք Եվրամիության գործընկերների կողմից, այն տեմպը, որ մենք տեսնում ենք Եվրամիության գործընկերներից եւ այն ակտիվ աշխատանքը, որ նրանք գրեթե ամենօրյա կոմունիկացիայի մեջ մեզ հետ իրականացնում են, լավատեսության, ուրեմն ամբողջական հիմքեր են տալիս մեզ եւ կարծում եմ, որ առանձնապես մեծ խոչընդոտներ պետք է մենք չունենանք։ Արտգործնախարարությունում այս լավատեսությունն ավելի մեծ էր բանակցությունների մեկնարկին, հույսեր էին հնչում գործընթացն ավարտել 2-ից 3 տարում։ Եվրամիության հետ վիզաների ազատականացման ճանապարհը, սակայն Հայաստանի նման երկրների համար երկար է տևել։ Մոլդովայի դեպքում 3-ից 4 տարի, Վրաստանից 5 տարի է պահանջվել, Ուկրաինայից 9, իսկ Թուրքիայի հետ բանակցությունները 10 տարուց ավելի դեռ շարունակվում են։ Մինչ այդ չի լուծվում դեսպանատներում հերթերի հարցը, տարեվերջին Գերմանիա այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց Բեռլինում ստացած հավաստիացումը, որ առնվազն այս երկրի դեպքում հունվարից այլևս հերթեր չեն լինի։ Արմեն Ղազարյանը հիշեցնում է, որ Երևանն իրավունք չունի միջամտել դեսպանատների գործերին։ Ինչ կարող է անել Հայաստանի Հանրապետությունը, դա հորդորել իր եվրոպական գործընկերներին, բարելավել այդ համակարգերը եւ թողունակությունը ավելացնել, ինչն էլ արվել է, ինչի վերջնարդյունքի մասին հրապարակային հայտարարեց Հանրապետության վարչապետը։ Անցած տարի նույն Գերմանիայի վիզայի համար հերթերը հասնում էին մինչև 9 ամսվա։
Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Նային այսօր ենք ստացել, այո, այսօր ուսումնասիրում ենք տնօրինության հետ։ Մինչ բուժհաստատություններում հայտարարում են ամբողջությամբ դեռ պատրաստ չեն մեծածավալ փոփոխություններին, կառավարությունը պնդում է առողջապահության ապահովագրության համակարգը լիարժեք ներդրված է։ Ադրբեջանն այս տարի ավելի քան 5 միլիարդ դոլար է հատկացրել պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը։ Միացյալ Նահանգների կողմից ձերբակալված Վենեսուելայի նախագահին 4 մեղադրանք է առաջադրվել։ Նա այսօր Նյու Յորքի դատարանի առաջ կկանգնի։ Միջազգային լրահոսի գլխավոր թեման շարունակում է մնալ Վենեսուելան։ Ինչ է սպասվում այդ երկրին նախագահ Մադուրոյի ձերբակալությունից և Միացյալ Նահանգներ տեղափոխումից հետո։ Փոխնախագահը այսօր երդմամբ ստանձնում է Վենեսուելայի ժամանակավոր ղեկավարի պաշտոնը։ Այս ընթացքում հեռակաբանավեճ է ծավալվել նրա և Թրամփի միջև, որը սպառնացել էր լուրջ հետևանքներով, եթե Մադուրոյին փոխարինողը հրաժարվի համագործակցել Միացյալ Նահանգների հետ։ Ու այժմ Վենեսուելան միայնակ չէ, Թրամփը նաև չի բացառել Կոլումբիայի իշխանության դեմ գործողությունները, նրանց ևս մեղադրելով թմրամիջոցների վաճառքին աջակցելու մեջ։ Նիկոլաս Մադուրոն կնոջ հետ բերվել է Նյու Յորքի Մանհեթեն թաղամաս, որտեղ այսօր ավելի ուշ կկանգնի դատարանի առաջ։ Վենեսուելան 12 տարուց ավելի կառավարած Մադուրոյին եւ տիկնոջը 4 մեղադրանք է ներկայացվել, այդ թվում թմրանյութերի միջոցով ահաբեկչության ու նարկոկարտերների հովանավորման։ Ամերիկյան ուժերը նրանց շաբաթավերջին էին Կարակասում հատուկ գործողության ժամանակ ձերբակալել եւ տեղափոխել Նյու Յորք։ Մինչ կսկսվեն 63-ամյա Մադուրոյի դատական լսումները, 3 Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ Ամերիկան կարող է նոր հարված հասցնել, եթե Վենեսուելան չհամագործակցի ԱՄՆ-ի հետ։ Ամերիկյան Ատլանտիկ ամսագրին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփը Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսին սպառնացել է, որ նա կարող է մեջբերում եմ շատ ավելի մեծ գին վճարել, քան Մադուրոն, եթե չանի այն, ինչ ճիշտ է։ Նախագահական ինքնաթիռում էլ Թրամփը լրագրողներին ասել է, որ Վենեսուելան մեռած երկիր է եւ ԱՄՆ-ն կղեկավարի այն, մինչեւ երկիրը ոտքի կանգնի։ Վենեսուելան այս պահին մեռած երկիր է, պետք է այն վերականգնենք։ Նավթային ընկերությունները մեծ ներդրումներ կանեն ենթակառուցվածքները վերականգնելու համար։ Նավթային ընկերությունները պատրաստ են դրան։ Սպիտակ տան ղեկավարը նաև սպառնացել է ռազմական գործողություններ սկսել Կոլումբիայում եւ Մեքսիկայում, պնդելով, որ նրանք թմրանյութեր են ներմուծում Միացյալ Նահանգներ։ Թրամփը նաև ասել է, թե Կուբայի կոմունիստական ռեժիմը կարծես թե տապալման եզրին է։ Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարը 3 կառավարության նիստին արձագանքել է Թրամփին, հայտարարելով, որ Վենեսուելան պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ միջազգային իրավունքի շրջանակում եւ համատեղ զարգացմանը միտված համագործակցության օրակարգի շուրջ։ Դելսի Ռոդրիգեսը սոցցանցում էլ գրել է, որ Կարակասը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղությանը եւ խաղաղ համակեցությանը եւ ձգտում է ապրել առանց արտաքին սպառնալիքների, հարգանքի եւ միջազգային համագործակցության միջավայրում։ Նա նաեւ նշել է, որ երկու ժողովուրդներն ու տարածաշրջանը արժանի են խաղաղության եւ երկխոսության, այլ ոչ թե պատերազմի։ Դա է Վենեսուելայի ուղերձը, նշել է նա։ Մենք առաջնահերթություն ենք տալիս ԱՄՆ-ի եւ Վենեսուելայի, ինչպես նաեւ Վենեսուելայի եւ տարածաշրջանի մյուս երկրների միջև հավասարակշռված եւ հարգալից հարաբերությունների հաստատմանը, որոնք հիմնված կլինեն ինքնիշխան հավասարության եւ չմիջամոտելու սկզբունքի վրա։ ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Վենեսուելայի տնտեսությունը մեծապես կախված է նավթից, սակայն նավթարդյունաբերության ոլորտն անարդյունավետ է կառավարվում, ինչն էլ ԱՄՆ-ն մտադիր է փոխել։ Բացի դրանից նավթից ստացվող եկամուտներից ժողովուրդը չի օգտվել, այլ միայն վերնախավը։ Հետևաբար Միացյալ Նահանգները դեռ կշարունակի թույլ չտալ Վենեսուելայից նավթի արտահանումը, ինչև ամեն ինչ կարգավորվի, ասել է Մարկո Ռուբիոն։ Դա մնում է ուժի մեջ եւ հսկայական լծակ է, որը կշարունակի ուժի մեջ մնալ, մինչեւ տեսնենք փոփոխություններ, որոնք ոչ միայն կխթանեն ԱՄՆ պետական շահերը, որ թիվ 1 առաջնահերթությունն է, այլև կհանգեցնեն Վենեսուելայի ժողովրդի համար ավելի լավ ապագայի։ Վենեսուելայի պետական նավթային ընկերությունն արդեն սկսել է կրճատել նավթի արտադրությունը, քանզի ԱՄՆ-ի կողմից նավթային շարունակվող շրջափակման պայմաններում սպառվել են ընկերության պահեստային հզորությունները։ Reuters-ը սակայն հաղորդում է, որ վերջին օրերին մի քանի նավթատար տանկերներ խախտել են ԱՄՆ շրջափակումը եւ կարողացել են նավթը տեղափոխել արտերկիր։
Ինչպես է աշխարհն արձագանքում Վենեսուելայում Միացյալ Նահանգների գործողություններին, Վենեսուելայի դաշնակիցներից Իրանը դատապարտել է ԱՄՆ գործողություններն ու Մադուրոյի ձերբակալությունը, այն անվանելով երկրի ինքնիշխանության կոպիտ խախտում։ Չինաստանն էլ խորը մտահոգություն է հայտնել եւ ԱՄՆ-ին կոչ արել անհապաղ ազատ արձակել Մադուրոյին։ Արտգործնախարարության խոսնակը նշել է, որ ԱՄՆ գործողությունները միջազգային իրավունքի եւ հարաբերությունների հիմնարար նորմերի ակնհայտ խախտում են եւ հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Չինաստանը Միացյալ Նահանգներին կոչ է անում ապահովել նախագահ Մադուրոյի եւ նրա կնոջ անձնական անվտանգությունը, անհապաղ ազատ արձակել նրանց, դադարեցնել Վենեսուելայի կառավարությունը թուլացնող գործողությունները եւ խնդիրը լուծել երկխոսության եւ բանակցությունների միջոցով։ Գերմանիան իր հերթին հայտարարել է, որ բոլորը պետք է հարգեն միջազգային իրավունքը եւ ԱՄՆ-ից պահանջել բացատրություն տալ աշխարհին Վենեսուելայում կատարվածի վերաբերյալ։ Ֆրանսիան էլ հայտարարել է, որ չնայած Մադուրոն բռնակալ էր եւ նրա հեռացումը լավ է վենեսուելացիների համար, սակայն կիրառված մեթոդը հակասում է միջազգային իրավունքին։ Ֆրանսիայի դիրքորոշումը կրկին հստակ է։ Նախագահ Թրամփի գործողությունները հակասում են միջազգային իրավունքին։ Մենք միշտ պաշտպանել ենք եւ կպաշտպանենք միջազգային իրավունքը, քանի որ այն համաշխարհային կայունության եւ խաղաղության պայմանն է։ Եվրամիության 26 երկրներ հորդորել են զսպվածություն ցուցաբերել եւ խուսափել Վենեսուելայի շուրջ նոր ճգնաժամից։ Արձանագրելով, որ Բրյուսելը Նիկոլաս Մադուրոյին չի ճանաչել որպես լեգիտիմ ընտրված առաջնորդ, հայտարարությունը միաժամանակ ընդգծում է, թե ամեն դեպքում պետք է պահպանվեն միջազգային իրավունքի սկզբունքները եւ ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Կուբան հայտարարել է, որ Մադուրոյի ձերբակալման գործողության ընթացքում ամերիկյան հարվածներից եւ կրակոցներից կուբացի 32 զինվոր եւ հետախույզ է զոհվել։ Նրանք ըստ Reuters-ի մասնակցել են Մադուրոյի անվտանգության ապահովմանը։ Կուբայում երկօրյա ազգային սուգ է հայտարարվել։ Մինչ Հայաստանն այս տարվա համար կրճատել է ռազմական բյուջեն, Ադրբեջանի կառավարությունը նախորդի համեմատ ավելի շատ գումար կտա բանակին եւ իրավապահ համակարգին։ Գումարի առյուծի բաժինն ուղղվելու է պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը, որը կկազմի մոտ 9 միլիարդ մանաթ, ավելի քան 5 միլիարդ դոլար։ Դատական համակարգի իրավապահ մարմինների եւ դատախազության պահպանմանը կտրամադրվի դրանից 3 անգամ քիչ։ Վերադառնանք Հայաստան, առողջապահության պարտադիր ապահովագրությունը արդեն 5-րդ օրն է ուժի մեջ է։ Ու մինչ կառավարությունը շտապեց հայտարարել համակարգն ամբողջությամբ ներդրվել է, այն կիրառող առաջնային օղակում դեռ նոր նորենցություններ ստանում եւ փորձում գլուխ հանել, ինչն ինչպես պետք է անեն։ Եկել եմ ռևմատոլոգի մոտ արձակուրդը, մոտի նորից տանջում եմ մի 8-10 օր։ Առողջական խնդիրներ ունեցող այս տղամարդն իր պարտադիր ապահովագրությունից օգտվելու համար ստիպված կլինի մի որոշ ժամանակ էլ սպասել։ Ոչ բժիշկն է գործի եկել, ոչ էլ համակարգն է ամբողջությամբ պատրաստ։ Թեև առողջության համընդհանուր ապահովագրությունը հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ է մտել, Երևանի թիվ 19 Բանգլադեշի պոլիկլինիկայում չեն թաքցնում։ Տեխնիկական ցուցումները նոր են ստանում։ Գնային այսօր ենք ստացել, այո, այսօր ուսումնասիրում ենք տնօրինության հետ, այո, այսօր ենք ստացել։ Ազատության այցի ընթացքում բուժհաստատությունում ապահովագրությանն առնչվող փաստաթղթերի մի նոր փաթեթի էին ծանոթանում, որի համար նույնպես ժամանակ է պետք։ Պոլիկլինիկայի փոխտնօրեն Զարուհի Հարությունյանն ասում է, իրենք այս պահին պատրաստ են 90%-ով, նոր աշխատակիցների կարիք ունեն։ Գիտեք, մի քիչ մարդկային ռեսուրսներ պետք է ավելացնենք, որոնք որ զբաղվելու են զուտ ապահովագրությունով։ Տվյալ բաժին կստեղծվի այդպես, որը ինքը կզբաղվի ապահովագրությունով։ Տարեվերջին հրատապ ընթացակարգով ընդունված օրենքով այս տարի առողջության ապահովագրությունից պետք է օգտվեն 65-նանց մարդիկ, անչափահասները, հաշմանդամություն ունեցող անձինք, զոհված զինծառայողների հարազատները, նպաստառուներն ու 200,000-ից բարձր աշխատավարձ ստացողները։ Շահառուների շրջանակը հաջորդ տարիներին կմեծանա։ Համակարգի առանցքային օղակը հենց պոլիկլինիկան է։ Քաղաքացիները պետք է մոտենան իրենց թերապևտին կամ ընտանեկան բժշկին։ Զննությունից հետո բժիշկները կքննարկեն կարիք կա արդյոք հիվանդանոցային բուժման։ Մինչև ԱԱՊ բժշկի մոտ այցելություն չկատարվի, ապահովագրական այդ գործընթացը չի կարող սկսվել։ Տեխնիկական զանազան հարցերից զատ առայժմ չեն ընտրել նաև այս համակարգի միասնական օպերատորին, որն էլ պետք է ապահովեր առողջության համապարփակ ապահովագրության թվայնացված գործարկումը։ Առողջապահության նախարարությունը միայն մի քանի շաբաթ առաջ է այդ նպատակով մրցույթ հայտարարել։ Փորձագետների կարծիքով առանց այս խնդիրները լուծելու համակարգն արդյունավետ չի գործի։
Քաղաքացիներն էլ առայժմ թերահավատ են։ Նախ այնքան բան են ասում ճիշտ է, բայց հետո դուրս է գալիս որ սուտ է։ Թոշակն էլ էին ավելացնում ճիշտ է, հետո արդեն թոշակն էլ չեղավ, անցավ։ 70-անց կինը համակարգի մասին շատ բան չգիտեր։ Մեզանից էր փորձում հասկանալ, թե ինչն ինչոց է։ Չէ, ինձ ոչ մեկը ոչ մի բան չի ասել։ Ոչ ոք։ Բայց որտեղ կարա պիտի գնանք, ինչ պիտի անենք դա։ Այստեղ պիտի անեն։ Տարեվերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց հունվարի 1-ից մեջբերեմ հիվանդանոցները չգրոհել։ Ազատության փոքր հարցումն այսօր ցույց տվեց, որոշ մարդիկ անգամ տեղյակ չեն առողջության ապահովագրության մասին։ Հա, չէ, չգիտեի, ապահովագրվում է, հա, շնորհակալություն, չգիտեի։ Մինչ առաջնային օղակում պոլիկլինիկաներում չեն հերքում, որ դեռ ամբողջությամբ պատրաստ չեն մեծածավալ փոփոխություններին, կառավարությունը հայտարարում է մեջբերեմ համակարգը լիարժեք ներդրվել է։ Հունվարի 1-ից սկսած 771 մարդ արդեն օգտվել է առողջության ապահովագրությունից։ Վանաձորի բյուջեն հաստատված չէ, չնայած դրան տեղական իշխանությունը մեծածավալ փոփոխություններ է խոստանում։ Մեր թղթակիցը վանաձորցիներից է փորձել պարզել։ Այս պայմաններում ինչն է իրենց առօրյայում փոխվել։ Սիրելի վանաձորցիներ, ես իմ ամեն օրը հաշվում եմ իմ վերջի աշխատանքային օրը եւ ուզում եմ օր առաջ մեր Վանաձորը ծաղկի եւ ավելի բարեկարգվի։ Իր ամեն աշխատանքային օրը վերջինը համարող Վանաձորի ժամանակավոր քաղաքապետն այս տարվա համար վանաձորցիներին մեծածավալ աշխատանքներ է խոստացել, չնայած ոչ այս տարվա բյուջեն, ոչ էլ սուբվենցիոն ծրագրերն այդպես էլ չհաստատվեցին։ Իշխանականների կոչերն արդեն 3.5 տարի արտահերտ նիստերը բոյկոտող ընդդիմադիրներին ներկայանալ ավականունիստերին այդպես էլ արդյունք չտվեցին։ Քվորումի համար անհրաժեշտ 1 ձայնն այդպես էլ հնարավոր չեղավ ապահովել։ Չնայած դրան Լոռու մարզպետն ու Վանաձորի համայնքապետի պաշտոնակատարը սոցիալական ցանցում ակտիվորեն տեսանյութեր են տարածում շռայլ խոստումներով։ 2026 թվականին մեծ ծավալի աշխատանքներ արդեն իսկ նախատեսված է։ Որքանով կկատարվեն խոստումները եւ ինչ միջոցներով տարին ձյունառատ փողոցներով սկսվեց Վանաձորում։ Մի քանի օր շարունակ մարզային ու քաղաքային իշխանությունները մաքրվող փողոցներն ու մայթերն էին գովազդում։ Վանաձորցիները սառցակալած փողոցների մասին տեսանյութեր տարածում։ Տարոն 2 թաղամաս մայթերը մշակված են աղավազով լրիվ բացվիչ է։ Վարդանանց փողոց 2 մայթերը մշակված են աղավազով խառնուրդով, մոտ 5 կիլոմետր երկարությամբ։ Իշխանավորները խոսում էին կիլոմետրերով մաքրված ճանապարհների մասին, չնայած ցուցադրվող ձյունամաքրող սարքերը հիմնականում ձեռքի էին։ Որոշ կադրերում աշխատակիցներն անգամ ձեռքով էին աղ ու ավազ ցանում մայթերին ու փողոցներում։ Ի վերջո, ինչպես փակեցին անցած տարին շարքային քաղաքացիներն ու ինչ ակնկալիքներ ունեն նոր տարուց անկախ հավաքանու չգումարվող նիստերից ու չհաստատված բյուջեից։ Որական արտասովոր ոչ մի բան։ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ինչ է կարծում։ Այս անցած Աշխատում եմ քաղաքականությամբ շատ չզբաղվում։ Դե ոչ միայն քաղաքականությունը, ընդհանուր լավ է Հայաստանի համար, թե բան։ Տարի։ Սովորական։ Հա, նախորդների նման համարյա։ Փարքաս, ինձ համար միշտ եղա։ Հա։ Փարքաս։ Այստեղ չեք աշխատում ապրում։ Չէ։ Հա։ Լավ, իսկ հարազատները, որ եկաք, ինչ որ բան փոխվել է կյանքում։ Չի ասել, որ այդպես մեծ փոփոխություններ կա։ Այսօր ամեն քայլափոխին այնքան ագրեսիա ես տեսնում, որ չես էլ հասկանում, հիմա որն է ճիշտը, որն է սխալը։ Համեմատաբար լավ տարի էր։ Ինչով պայմանավորված։ Մեր երևի արտաքին քաղաքականությամբ ճիշտ ուղու վրա են։ Ճիշտ ուղու վրա են ու ես գոհ եմ։ Այդքան բան։ Ինչ է հատկապես, այսինքն այս խաղաղությունը համարում եք հաստատված։ Համարում եմ ու հուսով եմ, որ հաստատված կլինի միաժամանակ Եվրոմիությանը, որ միանում են, դա ամենալավ նշանն է։ Կարծում եք կմիանանք ի վերջո Եվրոմիության։ Արդեն միացած ենք։ Երբ որ ասպուկանքն է լինում ու խաղաղություն, մարդիկ կարում են էլի մեր ժողովուրդը ստեղծելու համար ստեղծի մի բան էլի, իսկ դժվարությունը ամենտեղ կա, այդ չի կարելի դժվարություններից փախնել կամ վախենալ։ Մարդու գրպանը եթե լիքը լինի, լավ կլինի, բայց եթե դատարկ կա արդեն
20,000 նպաստը ավելացեցին, 2018-եր 20 դարավ, ապրանքը թանկացեցին, թոշակը 2000 ավելացեցին, ապրանքը թանկացեցին, չենք կարողանում դիմանանք։ Նպաստը մուծումներ ենք անում, թոշակն էլ կոշիկդ մաշվում է, պետք է կոշիկ առնես։ Հիմի հատնարազվի բաներ են ամեն ինչը, թե սնունդը, թե հագուստը։ Թե չէ, ինչ նորմալ, հա, ով էլ լինի նույն no problem, no comment, no comment, հա։ Ես մի հատ հարևանուհի ունեմ, շատ լավ բան ասում, մեծը քանդում են, փոքրը սարքում են, հետո իրան ծափահարում են։ Հետո մեկը չկա հարցնի, այդքան մեծ բանը քանդեցիք, ինչ եք սարքել, բա մնացածը ինչ արեցիք։ Մինչև ալանթալանը չվերանա, մինչև անմարդկային վերաբերմունքը չվերանա, մինչև ժողովուրդը ինքը չբարյանա, բարի իշխան չի ունենա։ Թողարկման թեմաները սրանք էին, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, լրահոսին ծանոթացեք նաև ազատություն.am կայքում, սոցցանցերի մեր էջերում, հաջողություն։